Մենք վերադարձանք սիրելի ընկերներ եւ հիմա աշխարհի բոլոր սոված մարկած մենք հրավիրում ենք Հարավատուսոյի տաղավար, որովհետեւ մեր գործընկեր Անուշը մի քանի վայրկյան հետո պատրաստելու է, չգիտենք ինչ, հիմա կիմանանք Անուշից։ Բարի լույս Անուշ։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր կպատրաստենք նախաճաշ ավոկադոյով, վարունգով, հավկիթով, մնացածը ընթացքում կասեմ։ Նախ անհրաժեշտ է հարցը մի փոքր չորացնել, շատ օգտակար նախաճաշ ենք պատրաստելու, որն ընդամենը մի քանի րոպե կտևի, Փաստորեն Միկայի հրավերը տեղին էր։ Այո, Բոլոր այն մարդկանց, որոնք չեն նախաճաշել, սիրով հրավիրում ենք համեղ նախաճաշի մեզ մոտ։ Այո, եւ մինչև մի փոքր կչորանա, մենք սկսենք հավկիթը խաշել եմ եւ հիմա քերենք ու բոլորը բաղադրիչները կխառնենք իրար։ Բայց այստեղ մի հետաքրքիր բան կա, որ մենք ստանալու ենք թանձրուկ, կծու, քաղցր, թթու, բոլոր տեսակի համերը լինելու են եւ դա է յուրահատկությունն ու հետաքրքրությունը այս նախաճաշի համի։ Ես արդեն պետք է խնդրեմ մեր գործընկերներին, որ խոհանոցային հատվածը ավարտելուց հետո մի փոքր ավելի երկար տեսահոլովակ մենք ունկնդրենք եւ դիտենք, որպեսզի կարողանանք այդ ընթացքում վայելել մեր նախաճաշը։ Համաձայնեցին մեր գործընկերները, որովհետեւ առավոտյան նախաճաշել ես։ Չէ։ Ես էլ։ Եթե հաշվի չառնենք, որ Շատ ճիշտ բաղադրատոմսեր ընտրված ուրեմն։ Նախաճաշելը։ Նախաճաշելը։ Փոքրիկ ուղղակի մի մեղադրեք ինձ, փոքրիկ թխվածք եմ ուղղակի կերել եւ դուրս եմ եկել տնից։ Թխվածքը նախաճաշ չէ, սա օգտակար է։ Միայն թխվածք Միկա։ Չեմ ասի, որ այդ քո պատրաստած մանից շատ ուտեմ։ Լավ։ Պայմանավորվեցինք։ Անուշ բաղադրատոմսը որտեղից ես վերցրել։ Մի բլոգերից եմ վերցրել, տեսել եմ եւ մտածեցի, որ կհետաքրքրի, ինձ այս թանձրուկը գրավեց, հետաքրքիր էր։ Իրականում հավկիթով եւ ավոկադոյով նախաճաշեր հաճախ պատրաստում ենք, բայց շատ հայտնի է վերջին շրջանում։ Այո, բայց սա հետաքրքիր էր հենց իր թանձրուկով։ Կծու քաղցր, չէ՞, Անուշ ասեցիր։ Կծու քաղցր, այո, այստեղ ունենք եւ մանանեխ, եւ կծու թանձրուկ։ Այնպես որ հետաքրքիր համ կունենանք։ Դե հաստատ Անուշը սովորական եւ շատ այդ հայտնի դարձած բաղադրատոմսը չէր պատրաստի մեր տաղավարում։ Մի յուրահատկություն պետք է լիներ այստեղ։ Այո, իրականում ինչը որ բոլորն են պատրաստում կամ ինչը որ արդեն հայտնի է, փորձում եմ չպատրաստել։ Մի փոքր տարբերվենք։ Որովհետև խոհանոցը ստեղծագործելու մեծ հնարավորություն է տալիս։ Այո, իհարկե։ Հիմա վարունգը քերենք եւ հետո ավոկադոն փորձենք մանր կտրտել։ Այդ ընթացքում չմոռանանք Շրջել հացի հաց։ մասին։ Այո։ Իսկ դու միշտ սիրել ես ավոկադոման։ Միշտ։ Չէ։ Իսկ սկզբանե քո դուրը եկել է Չէ, որովհետև սկզբում երբ փորձել եմ այստեղ եւ այն ժամանակ դեռ այսքան լայն հնարավորություն չկար ընտրելու ու շատ հաճախ մեզ հասնում էր ընտրելու եւ գնելու մեկ տարբերակ, որը միշտ ավելի խակ էր լինում։ Չնայած ես սիրում եմ խակ միրգ բանջարեղեն, բայց ավոկադոյի դեպքում դա այդքան էլ այդպես չէ, որովհետև երբ մի քիչ փափուկ է լինում եւ տարբերակ կա լավ ճզմելու եւ կիտրոնահյութ հավելացնելու, շատ ավելի համեղ է ստացվում։ Բայց առաջին անգամ, որ կերել եւ սիրահարվել եմ ավոկադոյին, դա եղել է Սաղմոնով, սովորական ամենապարզ բրուսկետան։ Բայց դա Միացյալ Նահանգներում էր թարմ, շատ գեղեցիկ, փափուկ։ Ուրեմն դες ավոկադո։ Ես օրինակ այս վերջերս հեքիաթային համ է, ավոկադոյի հետ սաղմոնը արդեն բավական է եւ կրեմ պանիրը վերջ։ Բավական է, որ երջանիկ զգաս առավոտյան ոչ միայն օգտակար համեղ սնվես, այլև երջանկանաս մի փոքր։ Փոքրիկ երջանկություն է իրականում խոհանոցը, որովհետև կապ չունի ինչ բաղադրատոմս։ Ես երբ ուտում եմ համեղ եւ գեղեցիկ, նույնիսկ վերջին շրջանում իմ ընկերներն են դա նկատել։ Իսկ երբ համեղ պատարը առաջին անգամ փորձում եմ ուտեստի, երևի տեսել ես այն փոքրիկ աղջնակին, որ փորձում է շպարվել, այսպեսի գծիկներ է անում եւ ուրախանում է։ Ես առաջին պատարը անելուց հետո ուրախության փոքրիկ նոտաներ եմ արտահայտում։ Դե իհարկե, համեղ ուտելը դա երջանկության հորմոններ է առաջացնում։ Ես ֆիզիկապես երջանկանում եմ։
Բայց իրականում նաև պատրաստելն է մեծ հաճույք, որովհետև հատկապես այն Ինչ խոսք, մարդիկ, այո։ որ սիրում են պատրաստել, Այո։ անդադար կարող են դա վայելել այդ process-ը, կապ չունի այս դեպքում ինչ ես պատրաստում, արդեն սովորական դարձած բաղադրատոմս, թե նոր ու շատ բարդ թվացող մի բան, որը հաղթահարելի է դառնում, եթե կա սերը խոհանոցի նկատմամբ, եւ իհարկե այն ոգևորությունը, որով օրինակ իմ սիրելի գործընկերը միշտ պատրաստում եւ պատմում է դրա մասին։ Օրեր առաջ մենք իհարկե հպարտացանք նաեւ նրա պատրաստած գազերով տորթի շնորհիվ, Ես խոստացել էի, այո, ես եթերի ժամանակ հիշեցի, որ խոստացել էի քեզ, որ անպայման պետք է բերեմ եւ հիմա ճիշտ բան է։ Չէ, չեմ բերել, բայց կլինի, շուտով կլինի։ Մենք կսպասենք։ Անհամբեր կսպասենք։ Հիմա ավոկադոն կտրում եմ, մանր խորանարդաձև կտրենք։ Տես ինչ լավ փափուկ ավոկադո է։ Այո։ Մի փոքր էլ որ փափուկ լիներ, կարելի էր ուղղակի ճզմել։ Բայց այսպես էլ համեղ Իսկ կլինի։ փորձել եք այդ ավոկադոն տապակել։ Այո։ Այո։ Աղցանի վրա կտրատած հետո ավելացնում ես։ Ես մեկ անգամ փորձեցի, շատ համեղ եղավ։ Ահա։ Դեպս տարօրինակ է նաև այն, չնայած շատ-շատերը գուցե խոհանոցում կիրառում են, որ Անուշը հացը թավայի մեջ երբ չորացնում է, չի օգտագործում ձիթայուղ։ Այո։ Եվ այդպես կարծես այլ ավելի խրթխրթան, իսկապես չորահաց է լինում, առանց հավելյալ որևէ համեմունքի եւ այս դեպքում նաև ձիթայուղի։ Ես եթե հնարավոր է չեմ ավելացնում, մարդկա սիրում է այդպես, շատ ավելի համեղ է գուցե ստացվում, բայց ես ավելի օգտակարին կողմ եմ, դրա համար մտածում եմ, որ պետք չէ։ Ես ձիթայուղով տարբերակը սիրում եմ, երբ ջեռոցում է դա տեղափոխվում է ջեռոց, այդ դեպքում համեմունքներն են, ինչքան առատ են լինում, այդքան ավելի համեղ է ստացվում։ Եվ հետո սխտորը պարտադիր է լինում այս դեպքում։ Ես անհամբերությամբ սպասում եմ թանձրուկի պատրաստվելու Ինձ թվում է նույնիսկ մի կան փոքրիկ նոթատետեր ունի, հիմա հանելը արագ գրի առնի այդ բաղադրատոմսը, որ պատրաստի եւ վաղը պատմի դրա մասին։ Գիտեք, շատ համեղ մի բան եմ փորձել։ Հիմա խառնենք։ Այստեղ աղ պղպեղ ավելացնենք։ Մի փոքր աղ ու սև պղպեղ։ Եվ կծվություն արդեն մեր թանձրուկով մենք էլի կունենանք, կարող ենք դնել մի կողմ, հիմա խառնենք և կիտրոնի կեղևը կքերենք հիմա, Հետաքրքիր է Հայկը, որ լիներ այսօր այստեղ, ինչ անուն կտար, հեն Անուշ։ Ամեն անգամ գիտես, ամեն անգամ Անուշի պատրաստած կերակուրներում տեսնելին մի գեղեցիկ ֆանտազիայով լի անուն է մտածում եւ Հայկը դե Մեր սիրելի Հայկ, ողջույն։ առողջ նախաճաշ է, այնպես որ կարելի է օգտակարի հետ կապված որևէ բան մտածել։ Ճիշտն ասած, ես ծանոթ չեմ Հայկի այդ ձեռագրին, դա է պատճառը, որ հիմա լուր հետևում եմ ձեր զրույցին։ Ոչ մեկը ծանոթ չենք, ոչ մեկը ծանոթ չենք, Հայկը որ անունները մտածում է եւ ասում է, ես ու Անուշը Զարմանում եք ամեն անգամ։ Պապանձվում ենք եթերում, ոչ մի բառ չենք խոսում։ Նա ձեզ դրական էներգիա է պարգևում այդպես։ Մենք միայն ուրախ ենք, մենք միայն ուրախ ենք։ Ուրախություն, այո։ Ահա, կիտրոնի կեղևը ավելացրեցինք։ Եվ հիմա սուտենենք մի կողմ։ Ինչ ենք անում, այստեղ ունենք հունական յոգուրտ, որը մի քիչ քաղցր է, գիտենք, եւ ավելացնում ենք մանանեղ, դիժոնյան մանանեղ։ Եվ ունենք այստեղ կծու, կարմիր կծու պղպեղ։ Սա շատ կծու է լինում, ոնց որ թե անում։ Այո։ Խառնում ենք։
Եվ ավելացնում ենք հավկիթին։ Մենք կարող ենք սա նաև այսպես նախուտեստի նման մատուցել, բայց հացի վրա էլ ավելի գեղեցիկ է ստացվում։ Ու Եվ ավելի հարմար է, չէ՞, այդպես։ Այսպես խառնենք։ Ցույց բավական է։ Հետո նկատել եք, որ խոհանոցը ամբողջ աշխարհում գնալով ավելի հարմարավետությանն են նայում շատ հաճախ ու տարբեր բաղադրատոմսեր, անգամ շատ հայտնի բաղադրատոմսեր մատուցման եղանակը միայն փոխելով դառնում է ավելի հարմար։ Եվ թե փողոցում սնվելու համար է դա նպատակահարմար, որովհետև գիտենք շատ-շատերը հիմա ճամփորդելու ընթացքում չեն նախընտրում այցելել ռեստորաններ եւ ժամանակ վատնել դրա վրա։ Հարմարությանն են ավելի։ Փողոցային ուտելիքը դարձել է ավելի համեղ, ավելի օգտակար, ինչը շատ իհարկե գովելի է եւ շատ հարմար։ Բայց ասա որ փողոցային Փողոցում պատրաստված մենք ուտելիքը։ հասկացանք իրար բոլորով շատ համեղ է։ Հա, Հատկապես երբ դու շատ սովված ես լինում, մինչ մանեն կացի ծախում է, ես ասեմ։ ես հիշեցի իմ կերած ամենահամեղ, բայց ամենավատ ուտեստը փողոցում։ Դա ամենահամեղն է, ինչ խոսք։ Լավ ռեստորաններ կան։ Իհարկե։ Գիտեմ, շատ գեղեցիկ ամեն ինչ լավ, բայց երբ սոված ես լինում ու աշխատանքի մեջ այդ վազվզոցի մեջ ես լինում, փողոցային ուտելիքը Շատ համեղ է։ Ուր հասանք Անուր։ Հիմա արդեն կարող ենք մատուցել։ Ահա։ Ես այստեղ ունեմ կրեմ պանիրը եւ քամած մածունը խառնած։ Միասին կարող ենք մի փոքր քսել հացի վրա եւ վրան դնել մեր պատրաստված միջուկը։ Փաստորեն սա ևս գաղտնիքներից մեկն էր այս բաղադրատոմսի, որովհետև գիտենք քամած մածունը փոքր-ինչ թթվային համ ունի։ Այո, դրա համար այստեղ բոլոր Քաղցր, համերը կծու, խառնված թթու, են։ ամեն բան այո։ խառնվել է իրար։ Բայց կարող ենք եւ հենց այդպես ավելացնել։ Եվ սկսում ենք դասավորել։ Կարող ենք մեկնել այսպես ուղակի առանց ահա, բաների, որպեսզի տարբերակ լինի։ Ես չէ, ես բաներով եմ ընտրում։ ես էլ այդպես կընտրեի։ Ինձ տված պիտի ասի, ես երկուսն էլ կփորձեմ։ Ամեն դեպքում հետաքրքիր է համային տարբերություն դե կլինի։ Ահա։ Իսկ ո՞րն է եղել քո համտեսած ամենատարօրինակ համը, որ կերել ես դրսում պատրաստված ուտելիք։ Տարօրինակ դժվարանում եմ հիշել։ Գուցե Տարօրինակ։ նոր համ է եղել կամ պատրաստման տարբերակն է Դե եղել նոր համ զարմանալի։ ինձ համար եղավ այս կծու քաղցր թանձրուկների թանձրուկը, որը որ եթե մի 5 տարի առաջ այդքան էլ արդիական չէր։ Հա, գնալով ավելի Այո, շատ է դառնում։ Դա է եղել այդ համադրությունը կծու քաղցրի։ Եվ ես մեկ անգամ ես մոռացա անունը ծովային խունջների նման Միդիաները։ Տեսքը ինձ այդքան էլ դուր չէր գալիս եւ ես միշտ մտածում եի փորձեմ սա թե Սերուցքով ես կերել։ Սերուցքով չեմ կերել։ Իզուր։ Չէ, մեկ անգամ փորձեցի, իրոք շատ համեղ էր։ Սերուցքային սոուսով դա Լուրջ։ անմահական է։ Կարող ես մի ամբողջ Փորձեմ։ կաթսա ուտել։ Մանե հաջորդ եթերի ժամանակ պատրաստենք միասին, ինչ կասես։ Ես Ես լսել եմ, որովհետև այդ ճաշատեսակի պետք մասին։ է տրամադրվել։ Պետք է մի Տրամադրվենք։ առանձին ամբողջ առավոտ լուսո տրամադրենք։ Այո, եւ պատրաստենք։ Կարող ենք։ Կարող ենք։ Բայց ես Կարծում եմ ունեմ մի քիչ- ավելի լավ առաջարկ, որպեսզի մեզ միանան նաև մեր գործընկերները։ Մի օր դա պատրաստենք, երբ թեման նաև կլինի ծովային եւ մենք կխոսենք ամբողջ մոլորակի ծովերի, Հիմա լուրջ ես ասում, այդպես առաջարկ ես անում, ինչու բոլորով ոչ։ առավոտ լուսոն լինի, այսինքն խոհանոց։ Սցենարիստները, չէ, սցենարիստները իրենց մասով կմասնակցեն, մեր լրագրող գործընկերները իրենց տեսանյութերի օգնությամբ Ոգևորվածությունից չեմ կարողանում գտնել իմ տեղը։ կծանոթանանք ջրում ապրող կենթանական աշխարհին կպատրաստենք, եւ կպատրաստենք նաեւ մեր տաղավ նրանցից մի քանիսին հրաժեշտ կտանք տաղավարում խոհանոցում պատրաստելու եւ կխնդրենք կենթանասերներին չնայել այդ օրվա մեր եթերը։ Մենք մի փոքր այստեղ մաղադանոս ավելացնենք, որպեսզի կանաչ գույնը ապահովենք։ Տեսակ բոլոր մթերքները։
կանաչ էին եւ հիմա նաեւ Ավելացնում կավելացնենք, որպեսզի գեղեցիկ լինի։ Իհարկե կարող ենք նաեւ որևէ սերմ ավելացնել, այստեղ դդմի սերմ, օրինակ, Կրկին կանաչ է, այո։ բայց կարծում եմ այս կանաչիով արդեն գեղեցիկ հետաքրքիր տեսք կստանանք։ Իսկ համը մենք էլի ավելացրել անուր։ Մաղադանոս այս անգամ։ Այսքանը վերջ։ Իրականում Անհամբեր ենք մենք։ Շատ արագ։ վստահ եմ, որ կհավանեք։ Պետք է մի փոքր համարձակություն ունենալ, կարծում եմ, եւ նոր ճաշատեսակներ, նոր բաղադրատոմսեր փորձել, պատրաստել եւ հետո հասկանալ, որն է ձեր քիմքին ավելի մոտ, որպեսզի դա դառնա արդեն մշտական ձեր տան ճաշացանկի մի մասը։ Այո։ Հիանալի է։ Մնում է մեզ ասել շնորհակալություն քեզ անուշ։ Շնորհակալ ենք Անուշ։ Ասել Անուշ լինի։ Շնորհակալություն, իսկ հիմա ճիշտ ժամանակն է մեր գործընկերների կողմից խոստացված տեսահոլովակը վայելելու, որպեսզի այդ ռիթմերի ներքո մենք գնանք խոհանոց եւ համտեսենք Անուշի պատրաստած համեղ ու հետաքրքիր նախաճաշը։ Դու գնացեք տեսալովը կնայեք, մենք էլ գնանք հաց ուտենք։